Եթե դուք տարիներ շարունակ կարողանանք մենք նորմալ պահել արյան մեջի գլյուկոզան, մենք կերկարաձգենք այդ բարդությունների առաջացումը։ Ուրիշ է, երբ որ անհատը 45 տարեկանում է կորցնում սեռական ֆունկցիան, այլ է, երբ որ նա կորցնում է 70-75 տարեկանում, որտեղ ըստ տարիքի արդեն պետք է որ կորցրածներ, չնայած աշխարհով մեկ հայտնի են, որ 90 տարեկանում երեխաներն են տղամարդիկ, այսինքն կարող են եւ պտուղ ունեն, պտղաբեր են, հա։ Դե եզակի դեպքերի մասին չի խոսքը, այլ մեր ֆիզիոլոգիա է, ընդհանուր ֆիզիոլոգիա։ Եվ բացի դրանից ուրիշ բան եմ ուզում ձեզ ասեմ, կանանց համար էլ այլ կերպ վտանգավոր է, որովհետև վաղուց արդեն հայտնաբերվել է, որ շատ տարածված աղջիկների երիտասարդ կանանց եւ անպտղության պատճառներից մեկը ձվարանների պոլիկիստոզ համախտանիշն է, եւ դրա հիմքում ինչ է կարծում, ինչն է ընկած, ինսուլինի հանդեպ կայունությունը, որտեղ ինսուլինը ենթաստամոքսային գեղձից արտահայտած, որտեղ ձվարանը, որտեղ այդ ինսուլինը ձվարանի ֆունկցիայի անկում է առաջ բերում եւ սկսում է ձվարանի պոլիկիստոզ, այսինքն ամեն ցիկլի ընթացքում մի ձվաբջիջ, որ պետք է հասունանար, պայթեր, ձվաբջիջ տար, որ կինը հղիանար, հիմա այդ հասունանում է չի պայթում, գոյացավ մի կիստա։ Մյուս հաջորդ ամիս եւս մի կիստա, այսինքն այդ պոլիկիստոզ համախտանիշը, որտեղ որ չկա օվուլյացիա, որտեղ չի ազատվում ձվաբջիջ, այդ կինը այլևս չի կարող հղիանալ, պատճառը հիմքում ընդամենը ինսուլինն է։